Բարեձեզ հորիզոնը սկսում է աշխատանքը։ Այսօր մեր երկրում նշվում է Մայրության և Գեղեցկության տոնը, ըստ հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի ավետման օրն է։ 1995 թվականից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է եղել ավետման տոնի Մայրության ու Գեղեցկության օրվա կապակցությամբ։ Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր ձեր կանանց և մայրերի նկատմամբ։ Ձեր սերը, հոգատարությունը, ձեր զորությունը թե ընտանիքում, թե հասարակական կյանքում մեր պետության ամրության և ներդաշնակության հիմքերից են։ Մեր ինքնության կերտվածքում նույնպես մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի։ Մենք մայր ենք անվանում մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր քաղաքը, որովհետև հենց մայրն է բերում կյանք, արմատ շարունակություն։ Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր, ասվում է նախագահի ուղերձում։ Մայրության և Գեղեցկության տոնը յուրահատուկ տարբերակով է շնորհավորել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նվագախումբը։ Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի անունից շնորհավորում եմ մայրերի, քույրերի, կանանց եւ աղջիկների ապրիլի 7-ը։ Թող ձեր գեղեցկությունը խաղաղություն բերի աշխարհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-27 թվականների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել եւ ըստ էության նախատեսվում է, որ այն կլինի մեկ միասնական փաստաթուղթ, որտեղ կամփոփվեն ոլորտի բոլոր դերակատարների առջև դրված խնդիրները։ Իսկ որոնք են ռազմավարական ծրագրի նպատակները։ Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության վերաինտեգրման եւ հանրային առողջության պահպանման ապահովում։ Մանրամասներ են ներկայացվել վերոնշյալ նպատակների ուղղությամբ նախատեսվող քայլերի վերաբերյալ։ Ըստ այդմ նախատեսվում են բնակչության իրազեկման աշխատանքներ, թմրամիջոցներ գործածող կամ ապօրինի շրջանառություն իրականացնող անձանց վերաբերյալ վարչական տվյալների շտեմարանի ստեղծում, հետագծելիության ապահովմամբ, օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմամբ, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների սահմանմամբ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում նախատեսվում է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ապօրինի ներկրման կանխարգելում, օպերատիվ հետախուզական գործունեության եւ նախաքննության արդյունավետության բարձրացում, համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում, իրավասու մարմինների եւ կազմակերպությունների կարողությունների զարգացում, համագործակցության ամրապնդում։ Իսկ սոցիալ-հոգեբանական վերականգնման ուղղությամբ նախատեսվում է բուժման, վերականգնման եւ վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում, հանրային առողջության ապահովում, կայուն վերականգնման կառավարում եւ սոցիալական ինտեգրում։ Վարչապետը կարևոր է համարել, թե ռազմավարությամբ ինչ քաղաքական ուղղորդում է տրվում պատկան մարմիններին։ Ես կարծում եմ ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի, որ մենք պատասխանենք մի հարցի. մեր հիմնական հարվածի ուղղությունը որտեղ է։ Որովհետև կա ներմուծում արտադրություն, կա տարածում եւ կա սպառում։ Մենք ինչքան խոսում ենք սպառողների մասին։ Բայց մինչդեռ ես կարծում եմ, որ մեր հարվածի ուղղությունը պետք է լինի ներմուծում արտադրություն։ Այսինքն մենք ավելի լավ է ոչ թե 4 օգտագործողի հետևից վազենք կամ տեկուս 10, այլ 4 ներկրողի հետևից վազենք, որովհետև եթե մենք 4 ներկրողի հարվածում ենք, մենք հարյուրավոր օգտագործողների զրկում ենք աղբյուրից։ Այս ամբողջ խնդիրը։ Այդ ներմուծում արտադրությունն էլ պետք է հասկանանք ինչը նկատի ունենք կոնկրետ։ Այս հարցին մենք պետք է պատասխանենք եւ մեր բոլոր քաղաքականությունները, եթե ընդունում ենք այդ ռազմավարությունը, պետք է կարգաբերենք այս տրամաբանությամբ։ Վարչապետի համոզմամբ սահմանային վերջին փոփոխությունները եւս որոշակի արդյունք կտան։ Պայքարի ամենաարդյունավետ ձևերից մեկն էլ ըստ Փաշինյանի կինոլոգիական ծառայության հզորացումն է։ Կառավարության ղեկավարը նաեւ կարևորել է թմրանյութերն ըստ վտանգավորության դասակարգելը։ Որն է առաջին թմրամիջոցը, երկրորդը, երրորդը, որպես հետագայում նաև մեր իրավապահ համակարգի աշխատանքն է տենց գնահատենք։ Մենք ասենք, որ հարգելի իրավապահներ, հարգելի ոստիկանություն, հարգելի ազգային անվտանգության ծառայություն, քննչական մարմիններ, կենտրոնացեք
էներգիան կենտրոնացրեք պետական եկամուտների կոմիտե, էներգիան կենտրոնացրեք ներմուծումների եւ արտադրության վրա։ Որովհետեւ ինչքան շատ ստեղ հարվածենք, ստեղ միջին չափի հարվածը այն բանի գիշերային ակումբներում շատ մեծ չափի էֆեկտ է ունենալու։ Մենք առանց դա ֆիքսելու, ընդեղից շատ մեծ թվով կանխարգելելու ենք հոսքը դեպի շուկա։ Ամփոփելով քննարկումը վարչապետը հանձնարարել է թմրամիջոցների դեմ պայքարի ամբողջ քաղաքականությունն ուղղել ներմուծման եւ արտադրության ուղղությամբ։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցների հարցինի պատասխան անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այն հայտարարությանը, թե հայկական կողմն ամբողջությամբ չի տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։ Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղամատյաններ։ Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին, Հայաստանը հարցումների միջոցով կազմել եւ 2024 թվականի սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ։ Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։ Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցի կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ։ Միացյալ Նահանգներն ապրիլի 2-ից սկսեց կիրառել ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր։ Միացյալ Նահանգների վարչակազմը մաքսատուրքեր սահմանեց փոխադարձության սկզբունքով։ Ինչ է սա նշանակում, ինչ ազդեցություն կարող է ունենալ Միացյալ Նահանգների տնտեսական նոր քաղաքականությունը համաշխարհային տնտեսության ու մասնավորապես Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Ներկայացնենք հատված զրույցից, այն ամբողջությամբ հասանելի է shantnews.am կայքում։ Քայլերի փիլիսոփայությունն եմ ուզում ներկայացնել։ Տեղական արտադրությունը պահպանելու խնդիր կա։ Երբ մաքսատուրքերը բարձրացնում են, դա նշանակում է մեզ համար անցանկալի են այլ տեղերից ներմուծվող ապրանքները։ Հիմա շատերը ասում են, իսկ ինչի Կանադայի հետ կապված նաև այսպիսի հարցեր են առաջացել, որ Կանադան պիտի կամ մտնի Միացյալ Նահանգների կազմի մեջ, կամ ուրեմն ինքը որոշի, թե ինչ հարաբերություններ է ունենալու։ Իհարկե դժգոհություն կա Կանադայից, բայց այստեղ եւս տրամաբանություն կա։ Կանադան չունի իր անվտանգային համակարգը, ամբողջովին կախված է Միացյալ Նահանգներից եւ անվտանգության բանակ բոլոր առումներով, հա։ Լինելով այդքան մեծ պետություն տարածքով։ Մեծ տարածքով, բայց այդուհանդերձ եկեք ու տեսեք, որ Կանադան երևի քչերի կամ շատերի համար տարօրինակ կլինի, որ ինքը բնավ այն ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը չունի, ինչ որ կարող է թվալ։ Բայց Ռուսաստանը չկա այդ ցուցակը։ Կանադան գտնվում է Մեծ Բրիտանիայի պաշտոնական քաղաքական ազդեցության տակ, նաև իրավական ու օրենսդրական շատ նորմերով, չխոսելով արդեն Քվեբեկի նահանգ եւ այլ եւ այլ։ Ռուսաստանի հետ, այսպես ասենք, կան պայմաններ դրված, որոնք չբավարարելու դեպքում դրանք եւս, բայց նաեւ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարը դիտարկում է տնտեսական առումով, եթե ոչ քաղաքական ու անվտանգային, ապա տնտեսական առումով դիտարկում է որպես հեռանկարային գործընկեր եւ ակնկալիքներ ունի։ Հայաստանի վրա, պարոն Այսօր էլ ասեմ ներողություն, այդ բոլոր պատժամիջոցները, որ Բայդենի օրոք կիրառվեցին, դրանից առաջել։ Այդ պատժամիջոցների պայմաններում անգամ Միացյալ Նահանգները չէր զլանում ներմուծել ապրանքներ Ռուսաստանի Դաշնությունից, ուրան, նավթ, գազ եւ այլ տարբեր ապրանքներ, այսինքն իրականում կախվածությունը այդ գերտերության չի համապատասխանում այն ինքնիշխանության հայտարարություններին, որը որ արվում են։ Հայաստանի տնտեսական կոնկրետ որ ոլորտների վրա կարող է սա ազդեցություն թողնել։ Ինձ համար մի քիչ տարօրինակ է այն փոքր աժիոտաժը, այսպես ասենք,
կամ աժոտաժը, որ սկսել է Հայաստանում, որովհետև որպես տնտեսագետ ուզում եմ հետևյալ դիտարկումն անել։ Նախ պետք է մենք ունենանք համախառն ներքին արդյունքի կառուցվածք հստակ, որ տարեցտարի չի փոփոխվում եւ կախված չի օրինակ ռուս-ուկրաինական պատերազմից կամ Մերձավոր Արևելքում ինչ-որ մի իրադարձությունից։ Իսկ մենք այն վիճակում ենք, որ միայն ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ անտրամաբանական բառակապակցություն, բայց մեծ օգուտներ ապահովել Հայաստանին, այսինքն մոտ 15-ից 20 միլիարդ մեր փորձագիտական գնահատականներով այս ընթացքում Հայաստանը մուտք գործել կապիտալ, որը հետո արտահոսել է իհարկե։ Ազգային արժույթը դրամը բարձրացել է 20%-ից ավելի։ Այդպիսի բաներ չպիտի տեղի ունենան, թե կայուն զարգացող երկիր ու տնտեսություն ունեն, կանխատեսելի նաև զարգացում։ Ցավոք պետք է արձանագրենք, որ մենք որպես այդպիսին ազգային տնտեսություն չենք ձևավորել։ Չկա այդպիսի երևույթ։ Կա իներցիոն, այսպես շարժվող, դժվարանում եմ ասել, զարգացող օրգանիզմ, որը բաղկացած է ուղղակի տարբեր տնտեսվարող համառ տնտեսվարող կառույցներից եւ չկա տնտեսական հստակ քաղաքականություն Հայաստանի Հանրապետությունում, բացակայում է իսպար, չունենք ուղենիշներ, չունենք նպատակներ, ինչու է զարգանում տնտեսությունը կամ դեպի ուր է զարգանում, հենասյուները, որոնք արձանագրված են 14-25 թվականների պետական ռազմավարության մեջ անգամ դրանք անտեսվել են, չունենք նոր անվտանգային ռազմավարություն, ինչը շատ կարևոր է ցանկացած պետության համար, եւ մենք ամենակարևորը Միացյալ Նահանգների համար ոչ միայն չափի առումով, ծավալների առումով տնտեսական, մենք չունենք ապրանքների համախումբ, որը տարեստարի նույնն է պահպանվում եւ դրանք կարող են փոփոխվել։ Բացի իհարկե տրադիցիոն այդ ավանդական ապրանքներից, որ ըմպելիքներ, չգիտեմ, գինիներ, կոնյակ առանձին հայ համայնքների համար նախատեսված։ Բուն ամերիկյան շուկայի համար քիչ բան ունենք, բայց շատ քիչ են, աննշան եւ դրանք տոկոսների անգամ չեն։ Եվ այդ քիչ այս process-ի ընթացքում կարող է հայկական ապրանքատեսակների այն ինչ որ ունենք արժեքը բարձրանա, եւ ինչ որ իմաստով դրանք դառնան ոչ մրցունակ կամ ավելի քիչ մրցունակ։ Տեսեք, տեսականորեն այո, տեղեկատվական տեխնոլոգիաներ, օրինակ, դրանք որպես կանոն հայերով միջնորդված կապեր ու պայմանագրեր են, որոնցից դժվար տուժեն աշխատողները եւ եկամուտները եւս չեմ կարծում, որ էական ինչ-որ այդպես տատանումներ են ունենալու։ Արտահանման ճյուղերից մեկը պետք է համարենք նաեւ զբոսաշրջությունը։ Քչերն են դրա մասին խոսում, բայց զբոսաշրջությունը դա եւս արտահանում է։ Մենք Միացյալ Նահանգներից այդքան մեծ քանակությամբ չունենք զբոսաշրջիկներ ներգնա, հիմնականում գործի բերումով կամ առանձին պրոյեկտների բերումով այցելում են Հայաստանի Հանրապետություն, դա եւս չի կարող դժուժել։ Մենք ճյուղ-առճյուղ կարող ենք այսպես գնալ եւ տեսնել էներգետիկայի ոլորտ, գյուղատնտեսություն, որտեղ ունենք այդ մրցակցային առավելությունները, հարադեպային, այսինքն էպիզոդիկ բնույթ են կրում։ Եվ ասել, որ դրանից տնտեսությունը կտուժի, չեմ կարծում։ Այս պահին որևէ այդպիսի օրինակ չեմ մտաբերում, լավագույն դեպքում կամ վատագույն դեպքում կարող է ինչ-որ մի տնտեսվարող, ինչ-որ մի ապրանքի գծով խնդիր ունենա, բայց մինչ օրս ապրանքները Հայաստանից արտահանվող, որ ես հայկական նպարատներում տեսնում եմ Միացյալ Նահանգներում, նույնիսկ եթե գները բարձրանում են, հայերը մեծ հաճույքով դրանք ձեռք են բերում, ես չեմ կարծում, որ դա ամերիկացիների համար հատկապես նախատեսված ապրանքներ են, ամերիկացիները առանց հայկական կոնյակի չէին կարող կամ առանց ջերմուկի եւ այլն։ Այս առումով իրատես լինենք 10%-ի բարձրացումը կամ ընդհանրապես պայմանականորեն ասենք, դրանք պատժամիջոցներ չի կարելի համարել, մեզ համար ոչ դրական զարգացումները չեն կարող բացասական անդրադարձ ունենալ Հայաստանի տնտեսությանը։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երկրի զինված ուժերը բարձր պատրաստության վիճակի է բերել Միացյալ Նահանգների կողմից հարձակման մտավախության պատճառով։ Երեկ Reuters-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցությունների պահանջը։ Թեհրանը ցանկանում է անուղղակի բանակցությունները շարունակել Օմանի միջոցով։ Գործակալության աղբյուրի համաձայն Իրանը նամակներ է ուղարկել հարևան երկրներին, տեղեկացնելով, որ Միացյալ Նահանգների հարձակմանը ցանկացած աջակցություն ներառյալ օդային կամ այլ տարածքի տրամադրում Միացյալ Նահանգների ռազմական ուժերին կդիտվի որպես թշնամական գործողություն Թեհրանի նկատմամբ եւ կունենա լուրջ հետևանքներ։ Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ 50-ամյա Ozgur Özelը հայտարարել է, որ կշարունակեն ամեն շաբաթ եւ կիրակի բողոքի ցույցեր կազմակերպել տարբեր քաղաքներում ընդդեմ արտահերթ ընտրություններում ընդդիմության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության։ Özelը ելույթ է ունեցել ապրիլի 6-ին կուսակցության արտահերթ համագումարում։ Բացի այդ, կուսակցությունը ամեն չորեքշաբթի երեկոյան հանրահավաքներ է անցկացնելու Ստամբուլի տարբեր շրջաններում։ Özelը կոչ է արել նախագահ Էրդողանին արտահերթ ընտրություններ նշանակել ամենաուշը նոյեմբերին։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։